Ողջույն իմ սիրելի YouTube-յան դիտորդներ, ես Արթուրն եմ, զբաղվում եմ տարո խորհրդատվություններով և վարում եմ էզոտերիկայի մասին իմ բլոգը։ Եթե հետաքրքրված եք տարո քարտերով, նումերոլոգիայով կամ առհասարակ էզոտերիկայով, ապա հետևեք ինձ նաև իմ Instagram-ում, որը դուք տեսնում եք ձեր էկրանին այս պահին, որովհետև ես այնտեղ անմիջական կապի մեջ եմ իմ հետևորդների հետ և պարբերաբար կատարում եմ գրառումներ։ Հաշված օրերից կսկսվի 2026 թվականը, և սա իմ նախավերջին հաղորդումն է նվիրված 2026 թվականի կանխատեսմանը հորոսկոպի նշանների համար։ Եթե ցանկանում եք ունենալ ձեր անհատական խորհրդատվությունը առանց մոգական միֆերի, նավսերի, թուղթուգրերի մասին անիմաստ մեկնաբանությունների, ապա գրեք անձնական նամակ իմ Instagram-ին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը դուք տեսնում եք ձեր էկրանին։ Խորհրդատվությունները անցնում են ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն, դեմ առ դեմ հանդիպման տարբերակով։ Նախքան կանխատեսումներին անցնելը անպայման բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողեք հետագա հաղորդումները, այստեղ միայն կանխատեսումներ չեն, ես սկսել եմ նաև իմ Hermit Talks-ի կամ Hermit զրույցների տեսաշարքը, որտեղ ամեն շաբաթ խոսալու եմ էզոտերիկայի ինչ-որ թեմայի շուրջ, որը բոլորին շատ է հետաքրքրում, բայց քչերն են անդրադառնում այդ թեմաներին։ Ուստի մեկնաբանություններում կիսվեք ձեզ հուզող հարցերով կապված տարոյի, աստրոլոգիայի, նումերոլոգիայի կամ առհասարակ հոգևորության ու էզոտերիկայի հետ կապված, որը կցանկանաք քննարկենք մեր հաջորդ հաղորդման շրջանակներում։ Լայքեք այս հաղորդումը, որովհետև ձեր լայքը իրոք շատ մի այլ տիպի շատ կարևոր է էջի զարգացման ու գնահատականը տեսնելու համար։ Այստեղ դուք հենց այդ լայքով ու մեկնաբանությամբ եք տալիս գնահատականը ու վճարում ինչ-որ միտեղ այն ինֆորմացիայի դիմաց, որը ստանում եք։ Այսօր անդրադառնալու ենք միանգամից 3 հորոսկոպի նշանների՝ կշեռքներին, իմ շատ սիրելի կարիճներին և աղեղնավորներին։ Այսօր օգտագործելու ենք սև կատուների տառոն։ Չնայած նրան, որ այս տառոն պատկերված է ավելի շատ մուլտֆիլմ հիշեցնող պատկերներով, պրակտիկայում այն իրեն ցույց է տվել, որ խոսում է շատ պարզ, ուղիղ և ցույց է տալիս մի շարք հարցերի ստվերային ասպեկտներ։ Իսկ քանի որ ես շատ եմ սիրում կատուներին, ինչի մասին գիտեն իմ Instagram-յան հետևորդները, ես պարզապես չէի կարող ձեռք չբերել այս տրցակը։ Այն իրապես օգնում է մուտք գործել մեր ենթագիտակցականի նուրբ, բայց շատ խորը շերտերը և այնտեղից ստանալ մեզ հուզող հարցերը։ Եվ այսպիսով սկսենք ինչպիսին կլինի 2026-ը կշեռքի համաստեղությամբ ծնված մարդկանց համար։ 2026-ի հիմնական էներգիաները այս մարդկանց կյանքում և խորհուրդ։ Առաջին քարտը դա 16-րդ ավագ արկանն է, ամրոցի քարտը, այն էլ շրջված դիրքով։ Իմ հետևորդները գիտեն, որ ես տարոյում չեմ օգտագործում շրջված քարտերի տարբերակը, բայց եթե այս անգամ պատահեց շրջված քարտ, ուրեմն դա ունի իր հստակ նշանակությունը։ Առհասարակ ամրոցը ավերումների մասին է, իսկ քանի որ այն այս պարագայում շրջված է, սա նշանակում է, որ հին կապերը, այն ամենը, ինչը իրանը սպառել է ձեր կյանքից կհեռանա շատ արագ տեմպով և դուք պարզապես չեք կարողանա այդ ամենը վերահսկել, բայց այստեղ շատ կարևոր է անգամ չփորձել վերահսկել այդ ամենը։ Առհասարակ 2026-ը ձեր կյանք բերում է կյանքի նոր էտապ սկսելու հնարավորություն, ուստի օգտագործեք այդ հնարավորությունը և ազատվեք բոլոր այն մարդկանցից, այն իրերից ու այն երևույթներից, որոնք իրենց սպառել են, չեն գործում ձեր բարօրության համար և պարզապես թույլ չեն տալիս, որ առաջ գնաք։ Շատ լավ կլինի, որ տարին սկսեք հին իրերից ազատվելով, մաքրեք ձեր տունը, մաքրեք ձեր սենյակը, եթե ունեք հին իրեր, որոնք չեք օգտագործում, դրանք դեն նետեք կամ ուղարկեք բարեգործության, որովհետև այդ տարբերակով դուք տարածք կազատեք թե ձեր տանը, թե ձեր էներգետիկ պլանում նոր իրերի, նոր ավելի թանկարժեք ապրանքների համար։ Նույնն էլ արեք մարդկանց հետ, եթե ունեք ընկերներ, ծանոթներ, որոնց հետ երկար ժամանակ չեք շփվում կամ զգում եք, որ այդ հարաբերությունները սպառել են, թույլ տվեք, որ այդ մարդիկ ձեր կյանքից հեռանան և մի փորձեք բռնի ուժով այդ մարդկանց պահել ձեր կյանքում, որովհետև անիմաստ է, տեղ ազատեք, որ կան ձեր կյանք էլ ավելի լավ մարդիկ ու ավելի լավ ընկերներ։ Կշեռքների ստվերային կողմը ծայրահեղությունների գիրկը ընկնելն է, ուստի թույլ չտաք ձեզ 2026-ի ընթացքում գնել ծայրահեղությունների դիրքը, լինել դոգմատիկ ինչ-որ հարցերում, որովհետև դա ձեզ թույլ չի տա զարգանալ և թույլ չի տա առաջ գնալ։ Երկրորդ էներգիան թրերի բաժն է։ Առհասարակ 2026 թվականի ընթացքում շատ լավ կլինի, որ դուք ներդրվեք ձեր կրթության մեջ։ Նոր բան սովորեք,
ուսումնասիրեք գիտելիքներ, որը երկար ժամանակ հետաքրքրել են, բայց չեք խորացել այդ ոլորտերի մեջ։ Շատ լավ կլինի, որ հենց փող ծախսեք նոր մասնագիտություն ձեռք բերելու կամ նոր ուսմունքներ սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու հարցում։ Այս տարվա ընթացքում լավ կլինի, որ չցուցաբերեք շտապողականություն, որովհետև հապճեպ արած քայլերը կամ ինչ-որ վայրկյանական որոշումները կարող են հետագայում երկարաժամկետ պլանում ձեր վրա վատ անդրադառնան, ուստի շատ լավ կլինի, որ յուրաքանչյուր քայլ ձեռնարկելուց առաջ մի պահ կանգ առնեք եւ մտածեք այդ քայլի մասին առհասարակ արժի անել, չարժի անել, ինչպես կանադառնա ձեր վրա եւ այլն։ Մասնագիտության, ֆինանսների հետ կապված հարցերում այս տարին ձեզ կբերի հնարավորություններ մասնագիտական աճ ունենալու, պաշտոնի բարձրացում եւ այլն, բայց դրա համար շատ կարեւոր է, որ դուք իրապես ներդրվեք, քրտնաջանաշխատեք եւ աշխատեք գլխով։ Ինչպես ասում են, պետք չէ աշխատել 24 ժամ, պետք է աշխատել ուղեղով, որովհետեւ կարող եք այս տարվա ընթացքում բացահայտել շատ աշխատանքների ավելի հեշտ անելու տարբերակներ։ Օրինակ ձեր կազմակերպությունում ինչ-որ գործառույթի կամ process-ի վրա շատ երկար ժամանակ են ծախսում, շատ հավանական է, որ դուք հնարեք նոր մեթոդ, նոր միջոց աշխատաժամանակը կրճատելու կամ ավելի էֆեկտիվ այդ աշխատանքը անելու համար։ Բայց նաև կարևոր է, որ ձեր գաղափարները չփորձեք մարդկանց ստիպողաբար հրամցնել։ Եթե մարդիկ չեն ընդունի այդ գաղափարները, դուք արդեն աշխատեք ձեր ձևով, բայց մի փորձեք աշխարհին համոզել, որ դուք միակ ճիշտ տարբերակը գիտեք։ Եվ երրորդ արկանը դա մեկ գավազանն է։ Մեկ գավազանը առասարակ նոր ստարտի, նոր իմպուլսների, նոր հնարավորությունների մասին է, եւ այս տարին ձեզ բերում այդ ողջ էներգիան ու ողջ պոտենցիալը, այդ կրակի էներգիան ձեր գաղափարները իրականացնելու, նոր հաջողություններ գրանցելու, առհասարակ մեկ գավազան դա հենց սկզբի փուլն է, այն միտքն է, որը մարդու գլխում գալիս է, եւ քանի որ այստեղ ունեք դուք նաեւ թրերի բաժը, շատ կարևոր է, որ դուք կարողանաք ձեր գաղափարներն ու ձեր մտքերը ռեալիզացնել այս աշխարհում ու իրականացնել, որովհետև շատ հաճախ լինում է, որ մարդիկ ունենում են հզոր մտքեր, հզոր գաղափարներ, բայց վախենում են այդ գաղափարները իրականացնել ու այդ միտքը, որը կարող նրանց բերել շատ մեծ հաջողություն, թե ֆինանսականի, թե առհասարակ անձնականի, հայտնիության ու համբավի հետ կապված հարցերում, ուղղակի մնում է որպես միտք, չի ռեալիզացվում եւ հետագայում այդ գաղափարը մեկ այլ մարդ է իրականացնում ու հասնում հաջողության։ Ինչպես նաեւ ձեր հիմնական արկանը դա ամրոցներ, այն էլ շրջված դիրքում, ինչը խոսում է, որ այս տարվա ընթացքում ձեր կյանքում մի շարք փոփոխություններ են լինելու ու լինելու են հենց շատ անսպասելի, շատ վայրկյանական ձևով, պետք է կարողանաք հարմարվել այդ իրադարձությունների ամբողջ տեմպին եւ թույլ չտաք ձեզ կորել այդ ամենի հոսքի մեջ, բայց կարեւոր է, որ դուք չվախենաք ռեալիզացվել, որովհետեւ այն մտքերը, այն գաղափարները, այն ամենը, որը դուք կանեք այս տարվա ընթացքում, ձեր կյանքը կարող է 180 աստիճանով փոխել ու փոխել դեպի լավը։ Իրականում պետք է իմանաք, որ դուք եք պատասխանատու ձեր հետ կատարվելիքի համար եւ եթե դուք ունեք օրինակ ինչ-որ ֆինանսական խնդիրներ, դա նշանակում է, որ դուք ձեր կյանքում որևիցե մի բան սխալ եք անում ու պետք է ինքնավերլուծության տրվեք, հասկանաք, ձեր կյանքի որ քայլն է սխալ կամ որտեղ դուք ամբողջությամբ ռեալիզացված չեք ու ինչը կարող եք փոխել այլ ավելի լավ կյանքով ապրելու համար։ Եվ որպես խորհուրդ այստեղ ունենք 9 դրամը այստեղ խոսում է ինքնավստահության մասին կրկին, առհասարակ մի վախեցեք որոշ հարցեր, որոշ քայլեր մենակ անելուց, շատ հաճախ նամանավանդ կշեռքի համաստեղությամբ մարդիկ ակնկալում են, որ իրենց պետք են աջակցող մարդիկ լինեն, կամ ինչ-որ մեկը կլինի, որ կվերահսկի ողջ գործընթացը, բայց այստեղ չէ, կարևորը, որ դուք ամբողջ հույսը դնեք ձեր վրա եւ վստահ լինեք ինքներդ ձեր կարողությունների ու ձեր ուժերի վրա եւ վայելեք ողջ process-ը։ Այս տարվա ընթացքում առհասարակ շատ ուշադրություն դարձրեք հենց ձեր անձին, ձեր սեփական կոմֆորտին, ձեր ցանկություններին, ձեր էգոին եւ ձեր քայլերը այնպես արեք, որ ոչ թե ինչ-որ համաշխարհային բալանս կամ համաշխարհային արդարադատություն հաստատեք, որովհետեւ դա անհնարին է, այլ կարողանաք բարելավել ձեր սեփական կյանքը, դարձնել այն ավելի բարեկեցիկ, ավելի կոմֆորտ ու ավելի հաճելի։ Շարունակենք մեր կանխատեսումը եւ այսպիսով ինչպիսին կլինի 2026 թվականը Կարիճի համաստեղության ծնված մարդկանց համար։ Հիմնական 3 էներգիաները Կարիճների կյանքում 2026-ի ընթացքում եւ իհարկե խորհուրդ։ Առաջին հիմնական արկանը, որ ունենք, դա Արևի 19-րդ ավակ արկանն է։ Շատ կարևոր է, որ այս տարվա ընթացքում դուք կարողանաք աշխատել ձեր ներքին երեխայի հետ։ Եթե ունեք ինչ-որ մանկական տրավմաներ կամ վատ հիշողություններ մանկությունից, շատ կարևոր է, որ այս տարվա ընթացքում աշխատեք այդ ամենի հետ, բուժեք ձեր ներքին
վախերը, տագնապները կամ թեկուզ տրավմաները, որպեսզի կարողանաք բաց, ազատ հոգով ու հանգիստ ներաշխարհով մտնեք ու գործեք 2026-ի ընթացքում։ Ուշադրություն դարձրեք ձեր ներքին ցանկություններին։ Եթե ունեք ինչ-որ ցանկություն, ենթադրենք փոքր ժամանակ ուզեցել եք գնել որևիցե խաղալիք, բայց չեք կարողացել գնել, ընդհանրապես ամոթ չի լինի, որ այս տարի գնաք ու այդ խաղալիքը գնեք ու թույլ տաք ձեր ներսի երեխային իրոք ուրախանալ։ Առհասարակ կարիճները շատ պոպուլյար են իրենց փոքր-ինչ տոքսիկ արտահայտություններով կամ ճնշող էներգետիկայով, բայց այս մարդիկ իրենց մեջ ունեն շատ հզոր պոտենցիալ լինել լավ մարդ, լինել հավատարիմ ընկեր, ուղղակի նրանց մոտ շատ ուժեղ արտահայտված է խիստ ինքնապաշտպանական մեխանիզմները, որոնք ունեն շատ պատճառներ եւ հաճախ գալիս են հենց մանկությունից։ Այստեղ կարեւոր է, որ դուք թույլ չտաք, որ ձեր ինքնապաշտպանական խիստ արտահայտված ռեակցիաները վատ անդրադառնան ձեր համբավի վրա կամ թույլ տան մարդկանց մտածել, որ դուք իրական ինչ-որ sense կծողական խասյաթով մարդիկ եք։ Իրականում ես կարիճի համաստեղությամբ մարդկանց շատ եմ սիրում, ու այս մարդիկ իրոք գիտեն, թե ինչ բան է հավատարմությունը։ Շատ քչերին են կարիճները թողում իրենց անձնական տարածք, իրենց շփման շրջան, բայց միևնույն ժամանակ եթե թույլ են տալիս, որ մարդը մտերմանա իրենց հետ, իրենք մինչև վերջ այդ մարդուն մնում են հավատարիմ, անգամ փորձում են հնարավորինս օգտակար լինել մարդկանց։ Այստեղ շատ կարևոր է, որ այս տարվա ընթացքում դուք սովորեք ձեր հույսերը ճիշտ ձևով ներկայացնել աշխարհին, որովհետև այստեղ ունենք նաև մեկ գավաթը դա բռնկուն հույզերի, էմոցիաների մասին է, ու դուք պետք է կարողանաք հենց ձեր ներքին ցանկությունները, ներքին հույսերը ճիշտ ձևով ցույց տալ աշխարհին։ Շատ հաճախ կարիճի համաստեղությամբ մարդիկ թեկուզ դիմացինի լավի համար իրենց մտքերը արտահայտում են այնպես կամ իրենց խորհուրդները տալիս են այնպես, որ դիմացինը կարող է վիրավորվել այդ խորհրդից, չնայած որ ամեն ինչ արվում էր հենց այդ դիմացինին օգտակար լինելու կամ այդ դիմացինին ինչ որ լավ բանի դրթելու համար։ Այստեղ կարևոր է, որ դուք սովորեք այդ ձեր մտքերը ճիշտ ձևով արտահայտել աշխարհին։ Առհասարակ այս տարվա ընթացքում ձեզ նաև շատ կարևոր կլինի հողագծման պրակտիկաներ անելը, որովհետև կարիճները գերէմոցիոնալ մարդիկ են ու հաճախ այդ էմոցիաները հենց կարիճներին ներսից իրենց է սկսում վնասել, ուտել ու այդ պատճառով ձևափոխվում է ագրեսիայի։ Եթե ունեք ինչ-որ գաղափարներ, ստեղծագործ մտքեր, շատ լավ կլինի, որ այդ էներգիան կարողանաք տրանսֆորմացնել ստեղծագործ ու արարչական ինչ-որ գործունեության, կարող եք գիրք գրել, լուսանկարչությամբ զբաղվել կամ թեկուզ գույների, ներկերի հետ աշխատել, որպեսզի կարողանաք այդ ձեր ներքին հզոր էներգիան, որը կարիճները անխտիր ունեն, տրանսֆորմացնեք ինչ-որ ստեղծագործական երևույթի, որը ձեզ կօգնի հանգստացնել հույզերն ու ներքին էմոցիաները։ Այստեղ երրորդ հիմնական էներգիան հիերոֆանտի էներգիան է։ Հիերոֆանտը ինքը նոր ուսմունքներ սովորելու, գիտելիքները փոխանցելու մասին է, ուստեղ շատ կարևոր է, որ այս տարվա ընթացքում դուք կարողանաք առաջին հերթին աշխատել ձեր ուշադրության հետ, որովհետև որտեղ ձեր ուշադրությունն է, այնտեղ ձեր մտքերն են, այնտեղ ձեր էներգիան է, ուշադրությունը շատ հզոր էներգիա է, եւ դուք կարողանաք ձեր ուշադրությունը վատից ու բացասականից տեղափոխեք դեպի լավը, դեպի արարչականը, դեպի աստվածայինը, որովհետև ինչի վրա մենք կենտրոնանում ենք, դա էլ ձգում ենք դեպի մեր կյանք։ Ու կարիճի համաստեղությամբ մարդիկ ունեն իրենց ներսում հաճախ հակվածություն կենտրոնանալ հենց բացասականի վրա, նկատել թերությունները, նկատել բացթողումները, բայց գիտակցաբար տեղափոխեք ձեր ուշադրությունը դեպի դրականին, որովհետև այս աշխարհում միակ բանը, ինչի վրա մենք ունենք 100% կառավարում, դա մեր սեփական մտքերն են, մնացած ամեն ինչ մեր հիմնականում մեր կառավարման տիրույթից դուրս է կամ շատ քիչ է մեր կառավարումը այդ երևույթների վրա։ Ուստի սովորեք կառավարել ձեր մտքերը ու առհասարակ իմացեք, եթե մարդը կառավարում է իր մտքերը, նա կառավարում է իր աշխարհը։ Պատրաստ եղեք ձեր գիտելիքները, ձեր փորձը փոխանցելու սկսնակներին կամ ձեր աշակերտներին, եթե զբաղվում եք ուսուցչությամբ, որովհետև կարիճները կարող լինեն շատ լավ ուսուցիչներ, կարող լինեն շատ լավ մենթորներ, կարիճների մոտ կա հզոր գիտելիք կապված էզոտերիկայի հետ կապված, անգամ եթե նրանք չեն ուսումնասիրում էզոտերիկա, նրանց հոգին շատ հաճախ ունենում է այդ գիտելիքը, որը գալիս է նախկին կյանքերից, ունենում են զարգացած ինտուիցիա ու նաև շատ կարևոր է, որ կարիճները սովորեն լսել այդ իրենց ինտուիցիային, այդ իրենց ներքին ձայնին, որովհետև դա հիմնականում իրենց հետ է պահում շատ սխալ քայլերից կամ սխալ մարդկանց հետ շփումներից։ Բայց շատ կարևոր է այստեղ, որ դուք չտարապեք մեծամտությամբ եւ այն օգնությունը կամ այն ուսուցանումը, որ կտաք մարդկանց, այն գիտելիքները կամ թեկուզ նյութական արժեքները, որ փոխանցեք մյուսներին, դա տակ
ի սրտե, տաք ամբողջությամբ մաքուր սրտով եւ չակնկալեք, որ դրա համար ձեզ պետք է մեծարեն կամ աստվածացնեն, որովհետեւ հաճախ կարիճները իրենց շրջապատից հեռացնում են շատ լավ ընկերների, լավ մարդկանց զուտ են պատճառով, որ ակնկալում են, որ այդ մարդիկ պետք է իրենց մեծարեն։ Ինչքան կարիճի համաստեղությամբ ծնված մարդիկ շարունակեն իրենց այդ էգոիստական մտածելակերպը, այդքան իրանք կդատապարտվեն մենության, իսկ մենությունը այս մարդկանց մոտ կարող է առաջացնել դեպրեսիաներ, ինչ որ հոգեբանական խնդիրներ եւ այլն։ Ուստի շատ կարեւոր է, որ այս տարվա ընթացքում դուք շեշտ դնեք ձեր ներքին էմոցիաների, հույզերի, խառնվածքի վրա եւ չվախենաք նոր բաներ սովորել ու այդ գիտելիքը փոխանցել սերունդներին, հա, թե կլինի ձեր աշակերտները, թե երեխաները արդեն էական չեն։ Եվ այստեղ որպես խորհուրդ ունենք 5 թուրը, շատ կարևոր է, որ կարիճի համաստեղությամբ մարդիկ այս տարի սովորեն վերջապես բաց թողնել անցյալը եւ դադարել պատերազմել աշխարհի դեմ։ Կարիճի համաստեղությամբ մարդիկ հաճախ ինչ-որ պայքարների մեջ, կռիվների, պատերազմների մեջ են լինում արտաքին աշխարհի հետ կամ մտածում են, որ իրանք հասկացել են այս աշխարհի ճիշտը, իրանք պետք է բացատրեն մարդկանց կամ գտել են սրբություն այս աշխարհի, չէ, հարգելիներս դադարեցրեք արտաքին աշխարհի հետ պատերազմելը, որովհետև դա անիմաստ գաղափար է, ավելի լավ կլինի այն էներգիան, այն պոտենցիալը, որ դուք ներդնում եք այդ կռիվների մեջ կամ աշխարհին ինչ-որ մի բան ապացուցելու մեջ, ներդնեք ինքներդ ձեր զարգացման, ինքներդ ձեր աճի եւ նոր գիտելիքներ ստանալու, այդ գիտելիքը փոխանցելու մեջ։ Շատ կարևոր է, որ դուք սովորեք բաց թողնել անցյալը, եթե անցյալում եղել են ինչ-որ տհաճ իրադարձություններ, տհաճ մարդիկ կամ տխուր հիշողություններ, սովորեք բաց թողել այդ ամենը ու ապրել ներկայով եւ գործել ներկայում ձեր ապագան ավելի լավը ու բարեկեցիկ դարձնելու համար։ Եվ այսօրվա մեր վերջին նշանը աղեղնավորները հենց հայտնի են իրենց այդ բռնկուն կրակոտ բնավորությամբ, շատ քչերն են, որ կարողանում են իրականում դիմակայել աղեղնավորների էներգիային կամ շարունակել նրանց այդ շփումն ու ընկերությունը, բայց այս մարդիկ նույնպես, չնայած իրենց այդ հզոր էներգետիկայի, եթե կարողանում են այդ էներգիայի հետ ճիշտ աշխատել, չլինել մեծամիտ, կարող են դառնալ շատ լավ ընկերներ, շատ լավ կողակիցներ, ընտանիքի անդամներ, բայց նրանց համար կարևոր է սովորել կառավարել այդ էներգիան, որպեսզի այդ էներգիան չդրսևորի իրեն ագրեսիվ ձևով եւ չայրի շրջապատում գտնվող մարդկանց։ Այսպիսով ինչպիսին կլինի 2026-ը աղեղնավորի համաստեղությամբ ծնված մարդկանց համար եւ նրանց առաջին էներգիան, երկրորդ արկանը եւ երրորդ արկանը եւ վերջում խորհուրդ աղեղնավորների համար։ Բավականին էմոցիոնալ պատկեր էստեղ ունենք ու շատերը անգամ հնարավոր են այստեղ տեսնել ինչ-որ բացասական կանխատեսումներ, բայց իրականում հիշեք էզոտերիկայում իրավիճակը որքան վատ է, այդքան մեծ է պոտենցիալը ամեն ինչ շատ լավ կերպով անցկացնելու եւ հակառակը ինչքան ամեն ինչ շատ լավ է, այդքան մեծ է պոտենցիալը ամեն ինչ վատացնելու։ Ոստի պետք չի մտածել, որ տարում ինչ-որ sense բարեհաջող կանխատեսումներ կամ վատ կանխատեսումներ կան, որովհետեւ ամեն ինչ մեր ձեռքերում է եւ եթե կարողանանք մեր էներգիաների ու մեր հնարավորությունների հետ ճիշտ աշխատել ու ճիշտ օգտագործել, ամեն ինչ կգնա ի օգուտ մեզ։ Այստեղ չունենք ավակ արկաններ, ուստի 2026-ի ընթացքում աղեղնավորները հաճախ խառնված են լինելու որոշակի խնդրահարույց իրավիճակներում, որտեղ շատ կարևոր է, որ իրենք իրենց ձեռքը վերցնեն իրենց կյանքի կառավարումը։ Օրինակ ավակ արկանները խոսում են տիեզերքի անմիջական միջամտության իրավիճակներին կամ հարցերին, իսկ եթե լինում են միայն կրտսեր արկաններ, այստեղ ավելի շատ առնչվում ենք մենք որոշակի խնդիրների, կենցաղային հարցերի հետ, որոնք պետք է սովորենք ու կարողանանք ինքնուրույն մեր ձևերով, մեր գիտելիքով ու մեր միջոցներով լուծել։ Առաջին էներգիան այստեղ որ ունենք աղեղնավորների համար 7 թուրն է, առհասարակ այս տարվա ընթացքում խորհուրդ կտամ ձեզ լինել մի փոքր ավելի ուշադիր ձեր շրջապատի մարդկանց հետ, հատկապես բիզնես հարցերում կամ աշխատանքային հարցերում մի վստահեք գոլեգաներին, որովհետև բիզնեսում կամ աշխատանքում ամեն մեկը փնտրում է իր շահույթը ու այստեղ չկան ընկերներ, կան ընդհանուր շահեր կամ հակառակը, հա։
ուստի շատ հավանական է, հա, այս տարվա ընթացքում աշխատանքային կամ ֆինանսական կամ ինչ որ բիզնես հարցերում առնչվել խաբեբաների հետ, մեջքից խփող մարդկանց հետ, ում հետ պետք է լինել ավելի զգույշ կամ հարաբերությունները գործնականից չտեղափոխել անձնական։ Առհասարակ վստահել բոլորին այս տարի ընդհանրապես պետք չէ, որովհետև այստեղ ունենք նաև 3 թուրը, որը խոսում է հիասթափությունների մասին։ Այս տարի առհասարակ լավ կլինի, որ դուք սովորեք ավելի շատ աշխատել ինքնուրույն եւ չվստահել այնպիսի մարդկանց, ովքեր արժանի չեն այդ վստահությանը։ Շատ քիչ մարդկանց, հա, վստահեք եւ իմացեք, որ դուք ձեր հաջողությունը կամ ձեր գործը ինքնուրույն պետք է անեք եւ զուր խոստումները այս տարվա ընթացքում շատ հավանական են։ Եթե ունեք որոշակի խնդիրներ, որոնց պետք է լուծում տակ կամ արգելքներ, որոնք պետք է հաղթահարեն, ապա հույսները դրեք ձեր վրա, ձեր ուժի վրա, որովհետեւ աղեղնավորները ներքուստ ունեն այդ ողջ պոտենցիալն ու էներգիան հաղթահարելու իրենց առջև դրված խնդիրները, առանց ինչ որ մեկի վրա հույսը դնելու։ Ապավինեք միայն ձեզ, ձեր ուժերին, ինչպես նաեւ ձեր պահապան ուժերին եւ ձեր վերին ուժերին։ Այստեղ նաեւ ունենք 8 գավաթը, ուստի եթե այս տարվա ընթացքում դուք կզգաք, որ գտնվում եք սխալ կոլեկտիվում կամ սխալ միջավայրում, լավ կլինի, որ առանց ավել պակաս մտածելու հեռանաք այդ միջավայրից կամ ջնջեք ձեր շրջապատից այն մարդկանց, ովքեր արժանի չեն ձեր հետ ընկերություն անելուն կամ ձեր լավը չեն ցանկանում, բայց նաև շատ կարևոր է, որ դուք սովորեք նկատել դրականը, որովհետև ամենավատ իրավիճակում էլ անգամ հնարավոր կլինի գտնել ինչ որ դրական կետեր եւ մեր ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա, որովհետև 8-ի գավաթում շատ հաճախ մարդիկ գտնվելով այս էներգիայում չեն նկատում դրականը, սևեռում են իրենց ուշադրությունը միայն վատ հանգամանքների ու վատ փաստերի վրա եւ ընկնում են դեպրեսիվ վիճակների մեջ։ Շատ կարեւոր կլինի, որ այս տարվա ընթացքում դուք կարողանաք աշխատել ձեր ներքին հուզական աշխարհի հետ։ Առհասարակ կրակի տարերքի մարդկանց համար շատ կարեւոր է, հա, որ իրենք սովորեն իրենց հույսերը իմի բերել, որովհետեւ նրանք ունեն հզոր պոտենցիալ, հզոր էներգիա, ու երբ որ այդ էներգիան չի ռեալիզացվում, այդ նույն էներգիան սկսում է իրենց վնասել իրենց կողքիններին, իրենց շրջապատի մարդկանց կամ ձևավորվել ագրեսիայի ու ագրեսիվ ձևով տրվել աշխարհին։ Այստեղ որպես խորհուրդ ունենք 5 դրամը, եթե այս տարվա ընթացքում ձեր կյանքում կսկսեն որոշակի ճգնաժամային փուլեր, հատկապես ֆինանսների հետ կապված հարցերում, իմացեք, որ ինչ որ մի բան ձեր միսիայի կամ ձեր վարվելակերպի հետ այն չէ, հա, չեմ ուզում ասեմ, այստեղ սխալ եք ձեզ պահում եւ այլն, ամեն մեկը ունի իր ճիշտն ու սխալը, բայց պետք է հասկանաք, որ ֆինանսական խնդիրները կամ ինչ որ ճգնաժամային этаպները դրանք ազդանշաններ են տիեզերքից, աշխարհից ձեզ, որ դուք գնում եք ոչ այն ուղղությամբ, որով պետք է գնաք, ուստեղ շատ կարևոր կլինի, որ դուք մի հատ վերլուծեք ձեր ապրածը, ձեր արածները, հասկանաք, թե ինչ փոփոխություններ կարաք մտցնեք ձեր քայլերի, ձեր աշխարհայացքի մեջ։ Առհասարակ ֆինանսական խնդիրներ, եթե այս տարվա ընթացքում ունենաք, իմացեք, որ դա այն զարգն է, այն առաջին նշանն է, որ դուք պետք է աշխատեք ձեր վրա եւ ստեղծեք նոր ֆինանսի աղբյուր, որովհետեւ եթե կարողանաք ճիշտ դրսևորել ձեզ, գտնել այդ ֆինանսի աղբյուրները կամ իմանալ որտեղ կարող եք ռեալիզացնել, դա կարող է ձեզ բերել բավականաչափ ֆինանսական օգուտներ։ Շատերը 5 դրամները մեկնաբանում են հենց միայն աղքատության կամ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցերում, բայց հենց ճգնաժամն է, որը մարդուն տալիս են ռեսուրսը, այն հնարավորությունը ամեն ինչ փոխելու, ամեն ինչ կարգավորելու եւ շատ ավելի բարձր ու բարեկեցիկ մակարդակների բարձրանալու համար։ Այսօր այսքանը իմ սիրելի YouTube-յան դիտորդներ, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին եւ մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքով, որովհետեւ հենց ձեր կարծիքն ու լայքն են, որ ցույց են տալիս ձեր հետաքրքրվածությունը եւ մոտիվացնում են ավելի հետաքրքիր ու ավելի լավ հաղորդումներ ստեղծելուն ու նկարելուն ձեր համար։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ գալիք 2026-ի ընթացքում, իսկ եթե ցանկանում եք 2026 թվականը սկսել ավելի տեղեկացված, ավելի պատրաստ, ապա կարող եք վերցնել ձեր տարվա անհատական կանխատեսումը, որի ժամանակ միավորում ենք տարո քարտերն ու նումերոլոգիական վերլուծությունը ձեր տարվա սցենարները հասկանալու, պոտենցիալն ու ռիսկերը ճիշտ գնահատելու եւ այդ ամենը հնարավորինս բարեկեցիկ ու հաջողակ ձևով կիրառելու մեթոդները հասկանալու համար։ Լավ մնացեք։